Տեղ համայնքում շինարարական եռուզեռ է սպասվում։ Նախագծերը հաստատման փուլում են։ Առաջինը տեղից հարավուց բնակավայր տանող ճանապարհահատվածի ասֆալտապատումն է, որը կիրականացվի պետբյուջեի միջոցներով։ Համայնքը իր ուժերով հարավուց գնացող ճանապարհն լրիվ լուսավորվել է, բայց ճանապարհի ասֆալտապատումը, քանի որ մեծ գումարների հետ է կապված, այս տարի այդ գործը կատարվի։ Իրոք դա պիտի հասանելի լինի մեր ժողովրդին։ Ավելի քան 30 տարի այդ ճանապարհը չի վերանորոգվել։ Բնակիչների խոսքով ամեն անգամ հարավուց գնալն ուղեկցվում է մեքենան կարգի բերելու լրացուցիչ ծախսերով։ Հիմա փոսերա քանդված այդ փոսերը, սա փոսերա։ Ուզենք սարքեն որ մաշիները չբանչանան, չփչանան։ Շատ ուրախ կլինեմ, որովհետև կենտրոնական ճանապարհը ամեն դեպքում ավելի շատ տրանսպորտով օգտվում։ Եվ մնացածներն էլ հետագայում կսարքեն։ Սուբվենցիոն ծրագրերով մի շարք լայնածավալ աշխատանքներ են նախատեսվել նաև համայնքի այլ հատվածներում։ M2-ից տեղի թիվ 2 միջնակարգ դպրոց համայնք կառավարություն սուբվենցիոն ծրագրով են կանելու մոտորապես գինը 400 միլիոն դրամի կարգի եւ M2 ճանապարհից դեպի Քարաշենի մշակույթի տուն տանող ճանապարհը մոտորապես պլյուս մինուսով 150 միլիոն դրամ։ Ճոպանուղի պիտի կառուցվի համայնքում էլի սուբվենցիոն ծրագրով, որ երկարությունը 125 մետր է, գինը 168.5 միլիոն դրամ։ Այսինքն լրիվ պատրաստ վիճակ կա, մնում ընթացքի մեջ է, նախագիծը ընթացքի մեջ է, մինչև ամսավերջ կներկայացնենք կառավարություն, որպեսզի հաստատեն, որ կառավարություն համայնք կարողանանք այդ 3 գործերն էլ անենք։ Բյուջետավորման ծրագրերով մի քանի այլ նախագծեր եւս կյանքի կկոչվեն։ Հուսանք խանգարող հանգամանքներ չեն լինի, նշում է համայնքի ղեկավարը։ Վաղատուրում ունենք խաղասենյակի վերանորոգում, Խոզնավարում մինի ֆուտբոլի դաշտի վերանորոգում, Խնածախում ունենք խաղասենյակի վերանորոգում, նույնը ունենք Կորնիձորում, տեղում ունենք 2 խարապարակի վերանորոգում։ Մի խոսքով լայնածավալ մեծ աշխատանքներ է սպասում մեզ 26 թվականին։ Մի խոսքով տեղ համայնքում տարին կնշանավորվի շինարարական եռուզեռով։ Միայն թե բնակիչները պետք է փոքր-ինչ համբերատար լինեն եւ սպասեն բարեկարգ ու հարմարավետ ճանապարհներին։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։